Կիևը Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 390 անօդաչու թռչող սարք է արձակել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետը։ Սերգեյ Սոբյանինի խոսքով, ռուսական հակաօդային պաշտպանությունը Մոսկվայի մատույցներում ոչնչացրել է դրոններից 81-ը։ Մոսկվայի մարզպետը Չեխովում ուկրաինական հարվածի մասին է հայտնել։ Անդրեյ Որոբյովը գրել է, որ Զեմսկայա փողոցի բազմաբնակարան շենքն է Կիևի թիրախում եղել։ Վաուլովո եւ Դուբնա գյուղերում ուկրաինական անօդաչուի բեկորները տներ են վնասել։ Որոբյովը վիրավորների զոհերի մասին չի հայտնել։ Ռուսական Աստրա անկախ առցանց լրատվականը գրում է, որ Բելգորոդի մարզում ավտոբուսի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից 19 մարդ վիրավորվել է, նրանցից 6-ի վիճակը ծանր է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առավոտյան շարունակել են հարվածել Ուկրաինայի նավահանգիստներին եւ նավերին։ Սևծովի հյուսիսարևմտյան ջրային տարածքում անօդաչու թռչող սարքերով խոցվել է ռազմական բեռներ տեղափոխող նավ։ Նիկոլաև նավահանգստում խոցվել է եւս մեկ նավ։ Պաշտոնական Ուկրաինան այս տեղեկությունը չի հաստատել։ Կիևը հայտնում է, որ Դաշնությունն Ուկրաինայի ուղղությամբ 131 անօդաչու թռչող սարք է արձակել։ Դրանցից 107 Շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տեսակի անօդաչու թռչող սարքեր խոցվել են։ Մյուսները հասել են իրենց թիրախներին։ Սումիի վրա ռուսական օդային հարվածի հետևանքով 6 մարդ է վիրավորվել, նրանցից 3-ը երեխաներ են։ Քաղաքային իշխանության խոսքով ռուսական բանակը թիրախավորել է քաղաքի ծայրամասային թաղամասը։ Ուկրաինական այլ բնակավայրերում նույնպես վիրավորների մասին են հայտնում տեղական լրատվամիջոցները։ Մարիամ Ամերջանյան, Էլենա Հինյան, Հայլուր։